Ֆրանսիայի նախագահը, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի, Բելգիայի, Նորվեգիայի, Իտալիայի, Չեխիայի, Լեհաստանի վարչապետները Երևանում են։ Հայաստանում են Եվրոպական միության ղեկավարները, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին առաջին անգամ մասնակցել է նաև Կանադայի վարչապետը։ Հայաստանում է նաև Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Ելմազին, թե ինչու են խախտել ձևաչափը, պարզաբանում չկա։ Ի դեպ 2008-ին նախագահ Գյուլի այցից հետո Ելմազը Թուրքիայի ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որ Երևան է եկել։ Ադրբեջանի նախագահը գագաթնաժողովին միացել է տեսակապով։ Ալիևն արցախցիներին կոչել է սեպարատիստներ, անդրադարձել նաև ԵԽԽՎ-ի վերջին բանաձևերին և կառույցին մեղադրել երկակի ստանդարտներ կիրառելու համար։ Նրա խոսքով Եվրոպական խորհրդարանը 5 տարում Ադրբեջանի դեմ 14 բանաձև է ընդունել, ինչը սևեռում է ցույց տալիս։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո 2021-ից մինչև 2026 թվականը Եվրոպական խորհրդարանն ընդունել է 14 բանաձև, որոնք շատ վիրավորական կերպով ստում են Ադրբեջանի մասին։ Վերջինը այս գագաթնաժողովից ընդամենը 4 օր առաջ։ Եվրոպական խորհրդի նախագահ Ռոբերտա Մեծոլան որոշել է շատ արագ պատասխան տալ Ադրբեջանի նախագահին։ ԵՄ խորհրդարանը ընտրված ներկայացուցիչներով ժողովրդավարական մարմին է, որի բանաձևերը ընդունվում են մեծամասնության ձայնով։ Դրա արդյունքները գուցե անհարմարություններ են ստեղծում շատերի համար, բայց մենք երբեք չենք փոխի մեր աշխատակարգը եւ այն դիրքորոշումը, որը որդեգրում ենք։ Փաշինյանը խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին հույս է հայտնել Ադրբեջան գնալ 2028-ին Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ գագաթնաժողովին։ Հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին խոսել է նաև Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան։ Նրա խոսքով հայ-ադրբեջանական համաձայնությունների շնորհիվ բարելավվել են Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները։ Երևանում հակառուսական առաջին հայտարարությունը Ուկրաինայի նախագահն է հնչեցրել։ Մենք պետք է Պուտինին մղենք դեպի դիվանագիտություն։ Այս ամռանը Պուտինը պիտի որոշի, թե ինչ է անելու, ավելի է ընդլայնելու պատերազմը, թե անցնելու է դիվանագիտությանը։ Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին ելույթ է ունեցել նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Համաշխարհային էներգակիրների գների տատանվողականությունը ցավալի վնաս է պատճառում մեր մրցունակությանը, բայց մենք ունենք նաև ակտիվներ Եվրամիության ներսում արտադրվող էլեկտրաէներգիայի վերականգնվող էներգետիկայի տեսքով։ Պետք է մեր էներգետիկ կախվածությունը շատ ավելի հուսալի ու ամուր կապենք ներքին արտադրության ավելի էժան ու կանխատեսելի էներգիայի աղբյուրների հետ։ Ավելի վաղ ուկրաինացի լրագրող եւ հեռուստահաղորդավարուհի Դիանա Պանչենկոն գրել էր. Երևանում կստորագրվի Հայաստանի էներգետիկ ոլորտի վերացման մասին համաձայնագիր։ Մայիսի 5-ին Եվրամիության արտգործնախարարը կգա Երևան, կմասնակցի Եվրամիություն Հայաստան գագաթնաժողովին եւ նույն օրը կմեկնի Ադրբեջան։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, Կայա Կալասը Բաքվում մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա, այդ թվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եւ արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Անի Աբաղյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։